Ողջույն, ես Արսենն եմ։ Այսօր պատրաստելու ենք հայկական ավանդական ուտեստներ եւ այսօր մեր առաջի ուտեստը լինելու է տժվժիկը։ Փորձելու ենք պատրաստենք իմ տատիկի պատրաստած ավանդական ձևերով հայկական տժվժիկ։ Այսօրվա մեր անհրաժեշտ բաղադրիչներն են սոխը, սխտորը, որը շատ կարևոր է, եւ ինչ որը պետք է սև թոք, սիրտ եւ ունենք այստեղ այս տեսակի սպիտակ թոք եւ ընթացքում կտեսնենք ինչ բաղադրիչներ ենք օգտագործում։ Շատ զգուշությամբ մենք առանձնացնում ենք սև թոքի թաղանթը, որը շատ կարևոր պայման է։ Իրականում մենք թոքի եւ մյուս բաղադրիչների մսամթերքից հեռացնելու ենք բոլոր ավելորդ մասերը, որը որ իրականում չի կարելի օգտագործել։ Ունեմ մեզ մոտ թոքը կտրատելու ենք բարակ եւ երկար։ Այս չափի ենք կտրատելու, մոտավորապես այս չափի։ Շատ կարևոր է, որ կտրատենք համաչափ, որպեսզի պատրաստելու ժամանակ հավասարաչափ էլ պատրաստվի։ Ուրեմն տժվժիկը մեր ազգի ամենասիրելի ուտեստներից է։ Տժվժիկը պատրաստելուց հիմնական աշխատանքը գնում է նախապատրաստական աշխատանքների վրա, ու տժվժիկի հիմնական բաղադրիչը դա սև թոքն է։ Մենք այսօր մեծ մասը վերցրել ենք սև թոքը։ Սև թոքը հիմնական կարևոր մասն է կազմում տժվժիկի։ Պետք է կտրատել մոտավորապես 1 սանտիմ ու երկարությունը արդեն պետք է դուք որոշեք ինքներդ։ Ինչպես նկատում եք, ես հեռացնում եմ բոլոր ջլային մասերը։ Դա իմ համար ցանկալի չի, որ ուտելու ժամանակ գնում է ատամի տակ։ Ավարտում ենք սև թոքի հատվածը եւ հասնում ենք մյուս բաղադրիչներին։ Մեզ մոտ տավարի սիրտ է, ցլիկի, այս սպիտակ գույնի յուղի հատվածը ամբողջությամբ պետք է հեռացնենք։ Մարդիկ կան, ովքեր սա օգտագործում են, ես խորհուրդ չեմ տա։ Սա շատ վնասակար հատկություն ունեցող յուղի շերտեր են, որը որ չի կարելի օգտագործել սնունդի մեջ։ Դե նկատեցիք, սրտից բան չմնաց, որովհետև սա յուղերը հանեցինք, իսկ էդի նորմալ է։ Սրտի կտորներն այս չափի են։ Սրտի մկանային հատվածը որպես միս, այո, համով է։ Սիրտը ավարտեցինք։ Սպիտակ թոքը նմուշի համար ենք վերցրել, ես ինքս
օգտագործում եմ, բայց շատ չէ։ Սպիտակ թոքը առավել ևս պետք է մանր լինի եւ մեջի այս խողովակները պետք է ամբողջությամբ հանենք։ Դժվեժիկը ինքը ոչ միայն ավանդական ուտեստ է, այլ նաեւ շատ հագեցնող է եւ շատ օգտակար է, որովհետեւ սիրտ թոք այս օրինակ թոքի մեջ կան բաղադրիչներ, որ շատ օգտակար են իմունային համակարգը բարձրացնելու համար։ Սպիտակ թոքը այդքան շատ չենք օգտագործելու։ Մենք այնտեղ ունենք դեռ լեզու, դեռ ունենք տավարի երիկամ, դրանք ենք օգտագործելու։ Սա տավարի երիկամն է, ավելնորդ յուղերը հեռացնում ենք, որը որ չի կարելի թողնել եփելու ժամանակ, դրա համար շատ տեղերում, որ եթե մենք դժվեժիկ ուտելու ինչ-որ մի ռեստորանում, այս երիկամների յուղերի համը, շատ տհաճ համը, որը որ առնում ենք եւ զգում ենք, դրա համար պետք է ճիշտ պատրաստել, որ այդպիսի համեր չլինի։ Դժվեժիկի մեջ մենք ավելացնում ենք խաշած տավարի լեզու։ Հիմա մենք պետքա մաքրենք վերևի շերտը, իսկ այդ ընթացքում մնացածը լվացվում է։ Լեզուն նախապես խաշել ենք։ Հիմա առանձնացնում ենք լեզվի շերտը, որը նորից մանր կտրատելու ենք։ Ուրեմն լեզուն պետք է եփվել նորմալ եփվածության, որպեսզի ինքը գրեթե պատրաստ լինի դժվեժիկի համար։ Լեզուն նույնպես կտրատում ենք նույն չափերի, ոնց որ կտրատեցինք սև թոքը, որպեսզի համաչափությունը պաշտպանենք։ Մսամաթերքը արդեն պատրաստ է։ Հիմա կտրատելու ենք սոխը ու սկսենք արդեն կրակի հետ աշխատել։ Սոխը շատ կարևոր է բարակ կտրատել, համաչափ, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, բարակ-բարակ։ Ուրեմն սոխի քանակը պետք է լինի 1 կիլոգրամ, որտեղ մենք ընտրել ենք 3-ից 4 կիլոգրամ մսամթերք։ Սոխի քանակությունը երբ որ շատ է լինում, վնաս չի, ես օրինակ միշտ սոխը շատ եմ օգտագործում։ Միսը մեզ մոտ լվացված է, սոխը պատրաստ է, բոլոր բաղադրիչները պատրաստ են։ Կրակին ենք դնում արդեն մեր սաջը ու անցնում ենք մյուս գործողությանը։ Կրակը մի քիչ ուժեղ է, պետք է մի քիչ հավասարացնենք։ Սաջը ախտահանում ենք ամբողջությամբ սպիրտով։ Մի հատ էլ վառում ենք իրան։ Տալիս ենք մի քիչ ցետ, տալիս ենք կարագը։ Կարագը եւ ձեթը ընտրել ենք ամենալավագույնը, ամենաբարձր որակի, որպեսզի խուսափենք ավելորդ համերից եւ հոտերից։ Շատ կարեւոր է, որ կարագը եւ ձեթը լինեն որակով։
Սոխը լցնում ենք արդեն Ուրեմն սոխը պետք է համաչափ տապակվի, ստանալու ենք ոսկեգույն, երանգ, ավելացնելու ենք աղ եւ մի քիչ շաքարավազ, հետո սոխը հանելու ենք կրակի վրայից ու անցնելու ենք մսամթերքի պատրաստմանը։ Շաքարավազի դերը հիմնականում կարամելիզացնում է մեր սոխը, որը որ շատ կարևոր է։ Ես սիրում եմ պատրաստել այս մեծ թավայի վրա, մեծ սաջի վրա, որտեվ ինձ համար սիրում եմ ամեն ինչը մեծ պատրաստել։ Բոլորն էլ կարող են իրենց տան պայմաններում պատրաստել սովորական թավայի մեջ, այնտեղ կա այն թավայից դրված է։ 1 կիլոգրամ սոխին ավելացնում ենք 2 թեյի կթալ աղ։ Շաքարավազը շատ պետք չի տալ, 15 գրամի չափ։ Եթե ուշադրություն դարձնենք, արդեն սոխի գույնը փոխվում է, դեղին գույն է ստանում ոսկեգույնի մոտ։ Մենք կարող ենք նաև սոխը չհանել, ինչու համար, որտեղ մեր սաջը բավականին լայն է, ճիշտ լինելու համար կարող ենք այսենց իրան առանձնացնենք եզրամասերում, ավելացնում ենք այս պահին կարագը, մի քիչ ավելացնում ենք ձեթ, շատ չէ, ժամանակն է ավելացնել միսը, գնացինք։ Տեսքը բավականին հետաքրքիր եւ սիրուն է։ Սոխը դեռ չենք խառնելու։ Դեռ շուտ է սոխը խառնենք։ Լեզուն ավելացնելու ենք մի փոքր ուշ։ Թոքը պետք է փոքրիշ կեղևապատվի, հետո նոր ավելացնենք լեզուն։ Դժվժիկին համեմելու ենք Մարանիկ ընկերության համեմունքներով, կարմիր եւ սև պղպեղներով։ Մեր դժվժիկի ջուրը արդեն քաշվեց, ավելացնում ենք հիմա լեզուն։ Արդեն խառնում ենք ընդհանուր զանգվածը։ Եվ խառնելով ստանում ենք մեր ընդհանուր զանգվածը դժվժիկի։ Ավելացնում ենք Մարանիկ ընկերության սև եւ կարմիր պղպեղները։ Ավելացնում ենք տոմատի մածուկ, երեք ճաշի կթալ եւ աջիկա։
Մի քիչ ավելացնում ենք ձեթ, հիմա ավելացնելու ենք մի քիչ սխտոր, սխտորը ցանկալի է մանր կտրատած, այս պահին գրեթե պատրաստ է մեր տժվժիկը, մատուցելուց առաջ պետք է մանր կտրատենք կանաչին եւ ավելացնենք վրան եւ կարելի է արդեն համտեսել։ Կանաչին նույնպես լվացած պատրաստ է եւ կտրատում ենք մանր։ Ես օգտագործում եմ խառը տեսակի կանաչի, որտեվ դա շատ համեղ է ստացվում, բայց ցանկացողները կարող են իրենց ուզած կանաչին օգտագործել։ Մեր տժվժիկը գրեթե պատրաստ է։ Հիմա ավելացնում ենք կանաչին։ Սաջի տակդիրը դնում ենք այստեղ։ Սաջը վերցնում ենք, դնում ենք այստեղ։ Դե ինչ եկավ համտեսելու պահը։ Դե ինչ այսօրվա համար այսքանը։ Հաջորդ հաղորդման ընթացքում կպատրաստենք հայկական եւս մեկ ուտեստ։